Փաշինյանը երբ որ որակում է արցախցիներին որպես փախստական, ինքը Ադրբեջան ջրաղացն է ջուր լցնում, որովհետև արցախները փախստականներ չեն։ Արցախցիները տեղահանվածներ են, բռնի տեղահանվածներ, ուժի սպառնալիքի ազդեցության տակ էթնիկ զտում է տեղի ունեցել, այսինքն հայաթափել են Արցախը, մի հատ հիմա գումար են տալի առհասարակ կապից են խզում, Հայաստանի հետ կապից, այսինքն իրենք բոլորին հայ են ասում, այնքան որ իրենց իշխանությանը վտանգ չսպառնան, իրենք պատրաստ են նաև Հայաստանի Հանրապետությունը լուծարել, այսինքն երբ որ հայտարարում են 4-րդ հանրապետություն, դա Հայաստանի Հանրապետության լուծարումն է։ Իրենք փորձում են Հայաստանի Հանրապետության բոլոր խորհրդանիշներից հրաժարվել, հայ ժողովրդի բոլոր էմոցիոնալ կապերից հրաժարվել, այսինքն դրանք կոտրել ու մեծ հաշվով տանում են պետության լուծարման։ Հայաստանում ժողովրդավարություն չկա, իմիջիալ ժողովրդավարություն չկա նաև ընդդիմության թեթև ձեռքով։ Դա ոչ միայն ժողովրդավարության ոտնահարում, այլ նաև բարոյական բոլոր սահմանների անդամ։ Ողջույն բարեկամներ, ես Դավիթ Ղազարյանն եմ, Մարտական եղբայրության քաղաքական թևի ներկայացուցիչ Մասիս Շիրոյանի հետ հերթական անգամ կքննարկենք այս շաբաթ տեղի ունեցած իրադարձությունները։ Բարև ձեզ։ Ես նախ ցանկանում եմ մեզ լսողներին ու դիտողներին հրավիրել Մարտական եղբայրություն միաբանության 4-րդ համաժողովին, որը տեղի կունենա այս կիրակի Elite Plaza բիզնես կենտրոնում Մանթաշյան սրահում։ Բոլորից սիրով հրավիրում ենք, նամանավանդ այն մարդիկ, ովքեր որ մեզ բազմաթիվ անգամ հորդորում են, խնդրում են, կոչ են անում, ասում են դուք էլ ձեր քաղաքական ուժը ստեղծեք, մտեք ակտիվ պայքարի մեջ, հենց ձեր խնդրանքով, ձեր պահանջով մենք մտնում ենք այդ փուլ։ Մարտական եղբայրություն միաբանությունը ստեղծելու է իր կուսակցությունը, ազգային հեղափոխություն կուսակցությունը, որը որ հռչակելու է իր հիմնական անելիքները եւ ցանկանում ենք նաեւ տեղեկացնել, որ դուք ինքներդ նույնպես կարող եք մասնակցել եւ մասը կազմել այս process-ի, վերցնել ձեր բաժին պատասխանատվությունը, ձեր բաժին գործը եւ միասին կարող ենք մենք Հայաստանի Հանրապետություն փոխել իրավիճակ։ Միասին կարող ենք վիժեցնել այս բոլոր process-ները, սկսած Զանգեզուրի միջանց կոչվածից, 4-րդ հանրապետությունից մնացած ամբողջից, ինչը որ բերել են մեր գլխին այսօրվա իշխանությունները եւ այսօրվա պարլամենտական ընդդիմությունը սատարելով իշխանությանը։ Մենք այս ամեն ինչի դեմ ենք փորձելու դեմ դուրս գալ ու պայքարել։ Սիրով սպասում ենք ձեզ հոկտեմբերի 5-ին Elite Plaza-ում 15:00-ին։ Սեպտեմբերի 30-ին ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում վարչապետ Փաշինյանը ելույթ ունենալով շեշտեց, որ ինքը իրատեսական չի համարում արցախցի փախստականների վերադարձը իրենց բնակավայրեր։ Նա մասնավորապես հայտարարեց, որ ընդհանուր առմամբ բոլոր փախստականների վերադարձի հարցը վտանգավոր եմ համարում խաղաղության գործընթացի համար։ Ինչպիսին է մարտական եղբայրության կարծիքը, անհատները պիտի զոհաբերեն իրենց հայրենիք վերադառնալու ձգտումը հանուն խաղաղության, թե ամեն դեպքում կարելի է փորձ կատարել, կարելի է քայլ կատարել այդ ուղղությամբ եւ հաշվի առնելով, որ ադրբեջանցիները դրան հակադրում են ադրբեջանցիների վերադարձը Հայաստան, մեզ ձեռնտու է արդյոք խոսել արցախցիների վերադարձի մասին։ Փաշինյանը երբ որ որակում է արցախցիներին որպես փախստական, ինքը Ադրբեջան ջրաղացն է ջուր լցնում, որովհետև արցախները փախստականներ չեն։ Արցախցիները տեղահանվածներ են, բռնի տեղահանվածներ, ուժի սպառնալիքի ազդեցության տակ էթնիկ զտում է տեղի ունեցել, Արցախում Արցախը հայերը լքել են ու դուրս են եկել, որովհետև զուտ գոյության խնդիր կար։ Այսինքն մենք բոլորս հասկանում ենք, որ Հայաստան-Ադրբեջան կամ Արցախ-Ադրբեջան այդ կոնֆլիկտը դա զուտ ուղղակի պատերազմ չի, դա գոյության համար մղվող կռիվ է եղել։ Ու երբ որ Արցախը ինքնորոշվել է, Արցախը հենց սրա համար է ինքնորոշվել։ Ու բացի այդ, երբ որ մենք փախստականի կարգավիճակ ենք տալիս, մենք դրանով հրաժարվում ենք հենց արցախահայության իրավունքներից ենք հրաժարվում։ Երբ որ արցախահայությունը նախորդ դարի վերջում կանգնեց եւ իր խոսքը ասեց, ինքը միջազգային բոլոր օրենքներով ինքնորոշվեց, պետք է դրան տեր կանգնել, ոչ թե հրաժարվել, տալ փախստականի կարգավիճակ, ու երբ որ նաեւ Փաշինյանն ասում որ դա կարող է խոչընդոտել եւ խաղաղությանը կամ ենթադրենք ադրբեջանցիներ կարող է դրա դիմաց Ադրբեջանը պահանջել Հայաստան բերել, Ադրբեջանը այդ պահանջներից էլ չի հրաժարվում։ Սա կեղծ խոսակցություն է, որովհետեւ մենք բազմաթիվ անգամներ ենք սրա մասնակցել, որ Ադրբեջանը ստեղծել է ինստիտուտներ, ուղղակի չի հայտարարել կամ ներքին լսարանի համար չի ասել։ Ստեղծել է ինստիտուտներ, օրինակ Արևմտյան Ադրբեջան համայնքն է ստեղծել, որը որ իրենց պետության կողմից է ֆինանսավորվում, ստեղծել Արևմտյան Ադրբեջան
Ադրբեջանի հեռուստաընկերություն, ստեղծել է հանձնաժողով իրենց այդ մեջլիսում, իրենց հոգևոր առաջնորդը հայտարարել է Երևանի Ղազիաթի ստեղծման մասին, սրանք բոլորը կազմակերպված ու կանոնակարգված գործընթացներ, որ Ադրբեջանը այս ուղղությամբ գնում է, այսինքն հայերը պահանջեն կամ չպահանջեն կամ ինչ-որ մի բան ասեն, դրանից ոչինչ չի փոխվելու։ Ադրբեջանը իր գործունեությունն է իրականացնելու։ Դրա համար անիմաստ է սրանց զուգահեռներ տանել ու բացի այդ էլ այն ադրբեջանցիները, որոնք որ բնակվել են ներկայիս Հայաստանի տարածքում, դրանք նույն կարգավիճակը չունեն, ինչ որ արցախցիներ ունեն Արցախի բնակվելու համար։ Դրանք առհասարակ տարբեր խոսույթներ են։ Նմանատիպ կարող ենք ասել նույն կարգավիճակն ունեն, օրինակ Սումգայիթում բնակվող նախկինում երբ որ բնակվում են հայերը կամ Բաքվում բնակվող հայերը, բայց Արցախը մշտապես եղել է հայկական, մշտապես հայերով է բնակեցված եղել ու երբեք մասը չի եղել անկախ Ադրբեջանի, երբեք։ Դրա համար չի կարելի սրանց միջև զուգահեռներ տանել ու տրվել Փաշինյանի մանիպուլյացիաներ։ Նույն ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ ինքը ակնկալում է ֆինանսական աջակցություն արցախցիների խնդիրները հոգալու համար, որպեսզի նրանք գտնեն իրենց տեղը Հայաստանում։ Ձեռնտու է արդյոք արցախցիներին այս մոտեցումը, ձեռնտու է արդյոք նրանց ունենալ փախստականի կարգավիճակ ֆինանսական աջակցության դիմաց։ Տեսեք, ինքը փորձում է արցախցիներին որոշակի ֆինանսի դիմաց զրկել իրենց էմոցիաներից կամ իրենց կապվածություններից, ու սա չի խոսում Փաշինյանի պետական մտածողության մասին, սա խոսում է, որ ինքը փորձում է առևտրի մեջ մտնել քաղաքացիների հետ, իրենց տալ փախստականի կարգավիճակ, ու փախստականի կարգավիճակով իրենք բազմաթիվ երկրներ կարող են արտագաղթել, ինքը նաև այս հարցից է փորձում ազատվել, ոչ թե Հայաստանում գնեն, այլ փախստականի կարգավիճակ ստանան, գումարը ստանան ու լքեն Հայաստան առհասարակ, ցրվեն աշխարհով մեկ։ Այս են սփյուռք ընդլայնելու գործընթացներից է։ Այսինքն հայաթափել են Արցախը, մի հատ էլ հիմա գումար են տալի առհասարակ կապից են խզում, Հայաստանի հետ կապից։ Սա այս գործընթացն է, որը որ ամեն կերպ պետք է վիճեցվի։ Քաղաքացուն անհատապես հնարավոր է ֆինանսի դիմաց որոշակի ձևով խեղճացնել, կոտրել, բայց պետությունը հենց դրա համար է, որպեսզի պետությունը կարողանա տեր կանգնել։ Նաև այն պարագաներում, երբ որ քաղաքացին կարող է սխալվել, արգելել օրենքներ մտածել, չգիտեմ, որոշումներ կայացնել։ Մեր մոտ այդ ամեն ինչը հակառակ ուղղությամբ է գնում։ Այլ ուղղությամբ, սխալ ուղղությամբ ինքը ուղղակի փորձում է գումարով հարց լուծել։ Հիմա էլ այն նույն բանն է իրականացնում, անդադ վարկեր ներգրավում դրսից, չէ, Հայաստանի Հանրապետությունում ուռճացված կերպով շինարարություններ են տեղի ունենում, մարդկանց որոշակի մասի վիճակը որոշակի քանակով լավացել է ու բողոքողներ չկան։ Ինքը հենց այս տրամաբանությամբ է փորձում գործել, մոռանալով, որ մենք ունենք խնդիրներ, այսինքն նախ այդ գումարները պետք է փակել, երկրորդը ինչ ենք ստանում դիմացը, ժողովրդի ուշադրությունը շեղում է ու անդադ տանում պետական մակարդակով զիջումների, անընդհատ զիջում է։ ՄԱԿ-ի ամբիոնից եւ այս նույն նստաշրջանի ընթացքում նաեւ Փաշինյանը վրթովմունք հայտնեց, որ ադրբեջանական կողմը շարունակում է կիրառել Զանգեզուրի միջանցք տերմինը, հայտարարելով, որ Հայաստանում իրականում գործում է միայն TRIP կոչված ծրագիրը, Թրամփի ուղի կոչված ճանապարհն է գործելու եւ կոչ էր անում ադրբեջանական կողմին քարտեզի վրա ցույց տալ, թե կոնկրետ ինչ նկատի ունեն նրանք ադրբեջանական Զանգեզուրի միջանցք ասելով։ Ընդ որում Ալիևի հետ անձնական հանդիպման ժամանակ նա այս վրթովմունքը չհայտնեց, այլ հայտնեց հերու ամբիոնից։ Նման հայտարարություններով Փաշինյանը ցանկանում է լուծել բովանդակային խնդիր, թե ամեն դեպքում նա ավելի շատ անհանգստացած է այդ փաթեթավորմամբ, անհանգստացած է ավելի շատ տեսքով, քան բովանդակությամբ։ Ինքը ավելի շատ խնդրում է Ալիևին, որ եղբայր խնդրում է մի հայտարարի միջանցք, Զանգեզուրի միջանցք կամ մեկնաբանի, որ Զանգեզուրի միջանցքը այլ տեղ է գտնվում, բայց խնդրում եմ Զանգեզուրի հետ կապված Սյունիքի հետ կապված այդ ճանապարհը մի հայտարարի որպես միջանցք, որովհետև ես դրա համար խնդիրներ եմ ունենում։ Իսկ եթե ես խնդիրներ ունենամ, մեսեջն էս էր, եթե ես խնդիրներ ունենամ, ես 26 թվականին չեմ կարող հաղթել ընտրություններում, համապետական ընտրություններում եւ չեմ կարող իրականացնել այն ամենը, ինչը որ դուք ցանկանում եք իրականացնել Հայաստանում։ Սրա մասն էր զուտ։ Ինքը խնդրանքով դիմում էր
Ալիևին, որպեսզի Ալիևը զիջի։ Ներքին լսարանի համար էր, մեր Հայաստանի ներքին լսարանի համար էր։ Դրան հակադարձելով Ալիևն էլ իր ներքին լսարանն ունի, ու Ալիևը ցանկանում է անհատ այդ հաղթացի դիրքերը ցույց տալ, իր դոմինանտությունը ցույց տալ ռեգիոնում, նամանավանդ Հայաստանի նկատմամբ։ Դրա համար Ալիևը հայտարարում է այն ամեն ինչը, ինչ որ իրականում կա։ Երբ որ մենք ասում ենք, որ այդ Թրամփի ուղի կոչվածը դա թուրք-ամերիկյան պլանով ճանապարհն է, միջանցքն է, անունը ցանկացած կերպ կարող են կոչել, տրամաբանությունը միջանցքային է։ Այդտեղով պետք է անխոչադոտ մեքենաներն անցնեն Ադրբեջանից դեպի Նախիջևան, իսկ դա խոսում է մի բանի մաս, որ դա միջանցք է։ Ինքը ձևն է փորձում փոխել ու ժամանակավոր է փորձում փոխել, որովհետև երկրի ներսում էլ անդադ այդ միջանցքի թեման սկզբից վրթովմունքով էր խոսում, այնուհետև փորձում էր ժողտել, որ նման բան չի լինելու, երբեք չի լինելու, իրենք միջանցքի շուրջ քննարկումներ չեն անում, բայց մենք հիշում ենք, որ նոյեմբերի 9-ից սկսած, երբ որ նոյեմբերի 9 փաստաթուղթը ստորագրել են, այնտեղ էլ էր միջանցքային տրամաբանություն էր։ Միջանցքեր, որ մենք տալու ենք Ադրբեջան, դրա դիմաց ստանանք միջանցք, որպեսզի գնանք Ստեփանակերտ։ Այնտեղ մի քիչ ավելի տրամաբանություն կար, չնայած որ մենք դրան ի սկզբանե դեմ ենք եղել ու մինչև այսօր դեմ ենք ու պահանջում ենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի դրած ստորագրությունը հետ կանչվի ու Հայաստան դուրս գար այդ պայմանավորությունից, չնայած որ նրանք մինչև այսօր դա պահում են, այսինքն այս պահին միջանցքի երկու տրամաբանություն կա, մեկը ռուսական է, ավելի ռուս-թուրքական, մեկը թուրք-ամերիկյան։ Օգոստոսի 8-ով էլ իրենք այդ են ստորագրել, փորձել են տալ, դիմացը ստանալ իրենց իշխանության համար անվտանգ ժամանակաշրջան։ Ու պատրաստում են շարունակել զիջել։ Երբ որ մենք ասում ենք չի կարելի նման քայլեր անել, չի կարելի գնալ նման զիջումների, մեզ ասում են դուք ծայրահեղ եք, չգիտեմ, պատերազմ եք ուզում, ոչ, պատերազմ չենք ուզում։ Մենք ուղղակի կցանկանանք նաև հիշեցնել, որ ինչի շուրջ ինքը գնում է այս պահին բանակցությունները վարում, Սյունիքի շուրջ, Սյունիքով ճանապարհ տալու շուրջ։ Այդ նույն Սյունիքը նախորդ տարի սկզբում Գարեգին Նժդեհը պահեց դեմ դուրս գալով բոլոր ուժերին, այսինքն ինքը դեմ դուրս եկավ եւ հայ բոլշևիկներին, եւ թուրքերին, եւ ռուսներին, ռուսական կարմիր բանակին, ու ինքը պահեց, Սյունիքը պահեց հայկական, որ այսօր սրանք կարողանան գնալ բանակցել Սյունիքի շուրջ, որպեսզի զիջումներ ստանան։ Ու իրենք չեն հասկանում, որ հենց այդ Նժդեհի արած քայլով է, որ իրենք այսօր որոշակի դիրք ունեն ռեգիոնում, իրենց հետ ինչ-որ մեկը այսօր նստում ինչ-որ բան է խոսում։ Իրենք չեն հասկանում, որ եթե դու զիջեցիր, քեզ էլ ռեգիոնում հաշվի չեն առնելու։ Եթե պահեցիր, քո հետ գալու են բանակցելու, խնդրելու են, բայց դա գին ունի։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթով նախատեսված միջանցքը եւ TRIP կոչված ճանապարհը որոշակի հակասությունների մեջ են դնում ռուսական եւ ամերիկյան կողմին։ Արդյոք սա արկածախնդրություն չէ մեր կողմից առանց հրաժարվելու մեկ պայմանագրից կնքել մեկ այլ պայմանագրի, որը նրանց միջև շահերի բախում է ստեղծում։ Վերջերս հանրայինի եթերում թեժ բանավեճ էր, այդ թեժ բանավեճ հաղորդաշար կար։ Ես տեսա, որ Արսենը Խառատյան հայտարարում էր, որ միգուցե եւ չինական տարբերակով միջանցք լինի։ Սա զավեշտի է նման։ Այսինքն իրենք բոլորին հայ են ասում, այնքան որ իրենց իշխանությանը վտանգ չսպառնա, բոլորի հետ համաձայնվում են, որ օր ավել հնարավորություն ունենան մնալ իշխանության։ Ու իրենք դա լավ հասկանում են, թե ինչի համար անում, սա արդեն ոչ թե իշխանատենչություն է, այլ զուտ իրենց անվտանգության մասն է մտածում։ Իրենք հասկանում են, որ իրենք բոլոր կարմիր գծերն անցել են ու դրա համար մի օր գալու են պատասխան տալու ժամանակը։ Դրա համար ամեն կերպ փորձում են բոլորին հաճոյանալ, բոլորին իրենց ցանկացածը տալ, մենակ թե իրենց իշխանությանը վտանգ չսպառնի։ Իրենք պատրաստ են նաև Հայաստանի Հանրապետությունը լուծարել, այսինքն երբ որ հայտարարում են 4 հանրապետություն, դա Հայաստանի Հանրապետության լուծարումն է։ Իրենք փորձում են Հայաստանի Հանրապետության բոլոր խորհրդանիշներից հրաժարվել, հայ ժողովրդի բոլոր էմոցիոնալ կապերից հրաժարվել, այսինքն դրանք կոտրել ու մեծ հաշվով տանում են պետության լուծարման։ Եվրոպացի գործընկերների հետ ելույթի ընթացքում Փաշինյանը շեշտեց, որ Հայաստանում ժողովրդավարությունը հուսալի ձեռքերում է։ Հաշվի առնելով բազմաթիվ քաղաքական տարկյալների արկայությունը եւ այսպես կոչված խաղաղության գործընթացից հետո քաղաքական ճնշումները կարող ենք մենք եւս նման պնդում անել։
Ինչպիսին է մարտական եղբայրության կարծիքը այս հարցի շուրջ։ Մենք ինքներս բազմաթիվ անգամ զգացել ենք այդ ժողովրդավարությունը մեր մաշկի վրա, այն ժողովրդավար ճակերտների մեջ ասված ժողովրդավարությունը, որ գոյություն ունի, ու մենք տեսնում ենք առօրյայում ինչ է կատարում, Փաշինյանը հայտարարում է, որ ինքն է կառավարությունը։ Նման հայտարարություններ Բելարուսիայում չեն անում ու այլ տոտալիտար համակարգերում չեն անում, որովհետև դա արդեն բարոյականության անցում է։ Դա ոչ միայն ժողովրդավարության ոտնահարում, այլ նաև բարոյական բոլոր սահմանների անցում է։ Այսինքն մյուս մարդկանց նույնիսկ իր թիմակիցների վրայով է անցնում, որ ինքն է ով վերջ։ Այս ժամանակին Հիսուս Քրիստոսի հետ էր համատում, հիմա էլ նման մի հատ իրավիճակ է, որ մեն իշխանություն է Հայաստանում։ Իսկ եթե ժողովուրդ ասելով ինքը իրեն նկատի ունի, դա այլ բան է։ Բայց Հայաստանում ժողովրդավարություն չկա, իմիջիայլոց ժողովրդավարություն չկա նաև ընդդիմության թեթև ձեռքով։ Ինչպես պետք է ժողովրդավարությունը դրսևորել, երբ որ այլակարծություն կա, չէ՞։ Այսինքն ժողովրդավարական երկրներում գոյություն ունի այլակարծություն։ Հայաստանի Հանրապետությունում այս պահին իշխանությունը ընդդիմությունը միասին այլակարծությունը ոչնչացրել են։ Օրինակ մարտական եղբայրությունը այլ տեսակետ է հայտնում։ Ու կան մի քանի ուժեր կան, որոնք այլ տեսակետ են հայտնում իրենցից դուրս։ Այսինքն իրենք իրար դեմ բան չեն խոսում, իրենք իրար վրա գորգորում են, բայց բովանդակային առումով հակասությունների մեջ չեն։ Մեր ձայն օրինակ լսելի չէ, նաև ընդդիմադիր լրատվամիջոցների, չգիտեմ, մեդիա միջոցների կողմից լսելի չէ, ու դա նաև բերում է հենց ժողովրդավարության անկման։ Երբ որ շատերը բողոքում են, ու ընդդիմադիր թևից շատերը բողոքում են ավելի ցածր մակարդակի մարդիկ, ովքեր որ միգուցե չեն էլ տիրապետում, որ նման համակարգ է գործում, իրենք բողոքում են անարդարությունից, որ ժողովրդավարություն չկա, հենց իրենց թիմերի արած գործունեության արդյունքում է, որ ժողովրդավարությունը մահանում է Հայաստանում։ 10 օր առաջ վարչապետ Փաշինյանը շեշտեց, որ Հայաստանի Հանրապետությունը նպատակ ունի Եվրոպայի հետ ավելի մերձեցման, որը սակայն չպետք է հակասեր տարածաշրջանացմանը, բայց ոչ միայն Եվրոպայի հետ մերձեցման, այդտեղ ավելի բաներ ինքը ասե։ Եվրոպայի հետ մերձեցման եւ տարածաշրջանացման։ Չհակասելով տարածաշրջանացմանը, օրեր առաջ սեպտեմբերի 29-ին ԿՊԱ-կան պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը հայտարարեց, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու պլաններ չկան եւ ընդհակառակը մենք ավելի պետք է խորացնենք մեր հարաբերությունները։ Դեպի Եվրոպա տանող ճանապարհները միշտ անցնում են ԵԱՏՄ երկրներով։ Դրա համար նախորդ հաղորդմանը մենք նշեցինք, որ դեպի Եվրոպա գնացող ճանապարհ չկա։ Դա ընդհանուր խոսակցության մեջ ուղղակի համեղ սոուսներ, որով որ փորձում են ամեն ինչը ծածկել, որովհետև իրենք ասում են չհակասելով տարածաշրջանացման, այսինքն առաջնայինը տարածաշրջանացումն է։ Իրենց համար առաջնային պլան դա տարածաշրջանացումն է։ Իսկ տարածաշրջանացում մենք հասկանում ենք Թրամփի ուղի նոյեմբերի 9 այս տրամաբանության մեջ կամ ինչպես Արսեն Խարատյանն նշում, միգուցե եւ չինական ճանապարհ լինի, Ադրբեջան-Թուրքիան կապող չինական ճանապարհ լինի։ Այս տարածաշրջանացման մեջ իրենք փորձում են դիրքավորվել։ Իսկ ԵԱՏՄ-ի հետ ես կցանկամ հիշեցնել, որ ԵԱՏՄ-ը պետք է ամենաշատը հարցեր ուղղել մեր Գրիգորյանին։ Այդ կառավարությունում նստած փոխվարչապետն է, որը որ մենք լավ հասկանում ենք, թե ինքն փոխվարչապետն է, ինչ գործունեություն ծավալում, ամեն անգամ երբ որ գնում է մասնակցում է ԵԱՏՄ ժողովներին, ինչ է ինքը խնդրում։ Հա, մեր գրուպը ամեն անգամ խնդրում է, որ մեզ պետք է ավելի մեծ հնարավորություններ, որ մենք ավելի շատ կարողանանք մեր տնտեսությունը ինտեգրել ԵԱՏՄ տնտեսությանը, այդ մարդը այդ գործն է անում ու միգուցե տարածաշրջանացումն ու ԵԱՏՄ-ն ունեն որոշակի պայմանավորվածություններ, այսինքն թուրքական աշխարհը Ռուսաստանի հետ հիմա էլ է ակտիվ առևտրի մեջ, Հայաստանն էլ կօգտագործեն որպես ԵԱՏՄ օղակ ավելի հարմար գներով, ավելի քիչ ծախսերով Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառություն իրականացնելու համար։ Եվ վերջում ցանկանում եմ եւս մեկ անգամ բոլորիդ հրավիրել մարտական եղբայրության միաբանության 4-րդ համաժողովին, որը տեղի կունենա հոկտեմբերի 5-ին Կիրակի օրը, այս Կիրակի, Elite Plaza Մանթաշյան սրահում ժամը 15:00-ին։ Հրավիրում եմ նաև բոլոր լրագրողներին, լրատվամիջոցներին, ովքեր որ ժամանակ առ ժամանակ մտնում են, նայում են, մեր էջերն են նայում, որովհետև մենք տեսնում ենք, թե ովքեր են բաժանորդագրված մեր Telegram-յան ալիքին, ովքեր են բաժանորդագրված Facebook-յան էջին, դա երևում է մեր մոտ։ Խնդրում ենք, ականջալուր եղեք, հորդորում ենք, կոչ ենք անում ձեզ բոլորիդ, եկեք, լուսաբանեք, նաև ձեր սուր հարցերը տվեք, որոնց մենք կտանք համոզիչ ու սպառիչ պատասխաններ, որովհետև մենք ցանկացած մեր խոսք ունենք դրա հիմնավորումները, ցանկացած խոսք հիմնավորված է, ցանկացած անելիք մինչև վերջ պարզեցված է։
Այսինքն այն ինչը որ մենք նախատեսում ենք, որ պետք է անենք, պետք է իրականացնենք, դրանով ենք անելու ու ցույց տվեք, որ դուք չեք ցանկանում, որպեսզի Հայաստանը դառնա տոտալիտար երկիր։ Ցույց տվեք, որ դուք մասը չեք կազմում այս ընդհանուր մեծ համակարգի, որի գլուխ կանգնած է Փաշինյանը։ Ցույց տվեք, որ դուք տարբերվում եք Փաշինյանից, չեք գործում այդ համակարգում, այլ փորձում եք Հայաստանը պահել ժողովրդավար երկիր։ Այլապես ընկալումն այնպեսին է դառնում, որ դուք ինքներդ եք մասնագից է լինում Փաշինյանի օրակարգին ու ամեն կերպ փորձում եք այնպես անել, որ Փաշինյանը լինի դիկտատոր կամ, չգիտեմ, տիրան։ Սիրով սպասում ենք ձեզ, համեցեք։ Հաջողություն։